Առողջ է համարվում այնպիսի սննդակարգը, որն ապահովում է օրգանիզմը բավարար քանակությամբ սննդանյութերով, վիտամիններով, ջրով, հանքային աղերով և էներգիայով։ Որոշ նյութեր կարող են սինթեզել մարդու օրգանիզմ, սակայն մեզ անհրաժեշտ նյութերի մեծ մասը մենք ստանում ենք սննդի հետ։ Տարբեր մարդկանց սննդանյութերի և էներգիայի պահանջը կախված է տարիքից, սեռիչ, աճի տեմպից, ֆիզիկական ակտիվության մակարդակից, ինչպես նաև որոշ վիճակների և հիվանդությունների առկայությունից։ Առողջ սնվելու համար անհրաժեշտ է սնունդի մեջ ավելացնել բջջանյութեր։ Պետք է նվազեցնել ճարպերի օգտագործումը։ Պետք է հրաժարվել տրանսճարպեր պարունակող մթերքներից։ Պետք է սահմանափակել կերակրի աղի և շաքարի օգտագործումը։ Չուտել ընթերցելիս, հեռախոսով զբաղվելիս, հեռուստացույց դիտելիս կամ քնելուց առաջ։ Սնունդը պետք է լավ ծամել և մեծ պատառներ կուլ չտալ։ Խուսափել շատ տաք և շատ սառը սննդից։ Գերադասելի է շոգ է խաշել կամ խորովել ցանկացած մթերք առանց յուղի։ Օրական պետք է խմել 1,5-ից 2 լիտր ջուր, դա հատկապես կարևոր է շոգ եղանակին։ Իսկ այժմ կետո դիետայի և առողջ սննդի մասին կպատմի բժշկուհի Շաքե Հմայակյանը։ Դրա մասին։ Ուրեմն կետո դիետան իրենից ներկայացնում է հետևյալը։ Մենք առհասարակ ածխաջրատներ ընդունելով մեր օրգանիզմը այն սինթեզում է որպես գլյուկոզ եւ էներգիա ծախսելու համար այն սկսում է ճեղքվել, գլյուկոզը սկսում է ճեղքվել, արտադրվում է ինսուլին եւ դա է մեր հիմնական էներգիայի աղբյուրը։ Կետո դիետայի ժամանակ սկսում ես ընդունել ածխաջրերի փոխարեն մեծ քանակությամբ ճարպային սնունդ եւ օրգանիզմը գլյուկոզի փոխարեն սկսում է ճեղքել ճարպը եւ բնականաբար մեր հիմնական էներգիայի ծախսի աղբյուրը ճարպն է հանդիսանում։ Դրա ճեղքման ժամանակ լյարդում սկսում են առաջանալ կետոններ, ճարպի ճեղքման ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ դիետան կոչվում է կետոնային դիետա։ Առհասարակ մեր օրգանիզմը օժտված է հրաշալի հարմարողականության ուրեմն հատկությամբ։ Այժմ քանի որ մենք ընդունում ենք ածխաջրատային սնունդ, մեր օրգանիզմը ունի հրաշալի ֆերմենտատիվ ապարատ, հզոր ֆերմենտատիվ ապարատ, որը որ ճեղքում է գլյուկոզը որպես ուրեմն էներգիայի աղբյուր։ Երբ որ մենք սկսենք օգտագործել ճարպը ավելի շատ եւ գրեթե բացառել ածխաջրերը, մեր օրգանիզմը կսկսի հարմարվել այդ վիճակին եւ ստեղծել ֆերմենտատիվ ապարատ, որը որ կճեղքի ճարպը եւ մենք կսկսենք նիհարել դրա հաշվին։ Իհարկե դրա համար մեզ պետք է որոշակի ժամանակ, որպեսզի օրգանիզմը հարմարվի։ Հնարավոր է առաջանա սկզբում մկանային թուլություն գլյուկոզի պակասի հետևանքով եւ նաեւ կետոֆլուի երևույթներ, որը որյանից ներկայացնում է գրիպոզ այդպիսի երևույթներ, որոնք որ անցողիկ են։ Ուղղակի պետք է օրգանիզմին ժամանակ տալ, որպեսզի հարմարվի այդ վիճակին։ Իսկ այժմ մի փոքր կխոսեմ ծխախոտի եւ նրա բացասական ազդեցության մասին։ Ծխելը վտանգավոր կախվածություն է, ինչը շատերը լրջորեն չեն գիտակցում։ Այդ չարիքից ազատվելու համար պետք է ջանքեր գործադրել։ Ծխելը բացասական մեծ ներգործություն է ունենում մարդու օրգանիզմի վրա եւ մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանում։ Ծխախոտի երկարատև օգտագործումն առաջացնում է վերին շնչուղիների լորձանյութերի գրգռում եւ բորբոքում, որի պատճառով առաջանում է հազ եւ մի շարք քրոնիկ հիվանդություններ։ Ծխախոտի ծուխը շնչառական ուղիները հիվանդություններ առաջացնում է ոչ միայն ծխողների, այլ նրանց շրջապատող մարդկանց մոտ, որոնք համարվում են պասիվ ծխողներ։ Յուրաքանչյուր ծխախոտից հետո ավելանում են արյան սիստոլիկ եւ դիստոլիկ ճնշումները։ Հաճախանում է սրտի զարկի թիվը։ Առաջանում է ծայրամասային անոթների նեղացում։ Ծխախոտի ծխի մեջ պարունակվող ածխածնի օքսիդները կապում է հեմոգլոբինի հետ, առաջացնելով թթվածնային քաղց։ Ծխելը հանգեցնում է պլազմայում հագեցած ճարպերի մակարդակների բարձրացմանը։ Այս ամենը կարող է հանգեցնել ծայրամասային անոթների աթերոսկլերոզի, սրտի շերմիկ հիվանդությունների եւ հանկարծամահության։ Ծխելը բացասաբար է ազդում արտաքին տեսքի վրա։ Ծուխը եւ դրանում պարունակվող քիմիկատները կարող են նպաստել քրոնիկ շլության, մաշկի չորության կամ գրգռվածության առաջացմանը։